մենք անդամ ենք ընկերվար երիտասարդներու միջազգային միության, լիիրավ անդամ ենք, որպես Սովետա երիտասարդական եւ անոր համակոմարին, որ դեղի գունենա մի քանի դարին անգամը, իր մեծակույն ժողովն է, մասնակցություն գունենանք եւ վերջին դարիներուն շատ աշխույժ գործունեություն կդարինք այդ կազմակերպութենեն ներս։ Եվ այս անգամ էլ բացառություն չէր, ներկա պիտի գտնվեինք ժողովին եւ այս անգամվա ժողովը հյուրընկալված էր CHP կուսակցության կողմէ, որ Թուրքիո հանրապետական ժողովրդավար կուսակցության երիտասարդական թևն է։ Եվ դեր պիտի ունենար ժողովը Իստանբուլի մեջ։ Բավական դրական մթնոլորտ կար առհասարակ ժողովի ընթացքին մեր առաջարկած բանաձևերու նկատմամբ, որոնք եթե փորձեմ ամփոփել 3 հիմնական կետերու մեջ գարնչվեին նախ եւ առաջ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքին, հայ կերիներու ազատ արձակման, անհաբաղ ազատ արձակման եւ Հայաստանի մեջ ժողովրդավարության ցուցանիշներու հետընթացի մասին։ Բնականաբար CHP-ն ինքն իրեն կներկայացնե որպես ինտիմատիր ուժ ներկա Թուրքիո կառավարության, բայց իր արարքներով հստակաբար փաստեց, որ արտաքին քաղաքականության հետ կապված ինքը որևէ բանով չի տարբերի ներկա իշխանություններեն եւ ինքը կընդդիմանար այս բոլոր բանաձևերուն։ Եվ մեր գրահումը այն է, որ երբ տեսած է, որ ինքը պիտի չի գժնա թեմ գայանալ, որպես այս բանաձևերը անցնին, ինքն է, որ դիմած է ոստիկանությանը, որ այդ քայլը առնեն եւ խոչընդոտեն։ Մտել են եւ գազམ་ագերբության, այսինքն UC-ի գազམ་ագերբության նախակահության վրա ճնշում բանեցուցել են, որ դադարեցնեն այդ օրակարգը։ Եվ քննարկումներ դեղի չունենան քաղաքական, որ մեր երիտասարդները, որոնք ներկա էին այս ժողովին, որևէ ծևի ջնշում իրենց վրա չազդեց եւ իրենք շարունակեցին մեր բանաձևերը առաջ տանել մինչեւ վերջ եւ ինչպես որ ըստի բավականին մեծ հնարավորություն կար որ անցնեին այդ բանաձևերը անգախ որ դեղի կունենար ժողովը Թուրքիո մեջ եւ կպատկերացնեք որ ինչպիսի մեծ աղմուկ պիտի լար եթե այդ բանաձևերը անցնեին